Ջերմությունը բնական իջեցնելու միջոցներից գոլ ջրով լողացնում են։ Այո, շփումները խրախուսելի է, եթե իհարկե շփում են բացառապես ջրով, եւ ջուրը պետք է լինի իրոք գոլ։ Սառը ջուրը չի կարելի, քանի որ այն կարող է առաջացնել ծայրամասային սպազմ, ինչպես նաեւ չի կարելի ջրի հետ խառնել օղի, քացախ, փշրած ասպիրին կամ զանազան նյութեր, որովհետեւ ջերմող երեխայի մաշկը տաք է եւ ծակոտքիները բաց են, եւ այն, ինչ դուք քսում եք երեխայի մարմնին, միանգամից արյան մազանոթների մեջ է ներթափանցում, եւ եթե դուք օրինակ այսքան օղի եք օգտագործել շփման համար, պատկերացրեք, որ այդ օղին ամբողջությամբ ներծծվելու է երեխայի օրգանիզմ, եւ քիչ հետո արդեն երեխան կունենա, այսպես ասած, խմածի ախտանշաններ, ինքը կլինի կամ քնկոտ, կամ կունենա փսխումներ, ճիշտ է, ջերմությունը կիչնի, քանի որ այստեղ գործում է ֆիզիկայի հովացման օրենքը, բայց ոչ մի տարբերություն մենք օղիով հովացրեցինք, թե ջրով, միևնույն է, ջերմությունը իջնելու է, դրա համար մեզ օղի պետք չէ ընդհանրապես, խուսափում ենք այդպիսի վնասակար նյութերից, միայն ու միայն ջրով ենք բայց արդեն տալով նաև ջերմիջեցնողը եւ սпасելով, որ մինչեւ ջերմիջեցնողը հասնի ուղեղի կենտրոնին ջերմակարգավորման սկսի իջեցնելը, մենք օգնենք երեխային մի փոքր հովանալ, մինչեւ այդ ջերմիջեցնողը կսկսի աշխատել։